Բարև ձեզ, ես Նայիրին եմ, SDG Lab-ի կառավարման նորարարության ծրագրերի ղեկավար։ Այսօր իմ գործընկերոջ Տիգրանի հետ, ով ղեկավարում է նորարարության պորտֆելը, խոսելու ենք կառավարման բարեփոխումների եւ կառավարման նորարարության մեջ ակտիվ դերակատար լինելու մասին։ Բարև Տիգրան։ Ողջույն Նայիրի, ուրախ եմ քեզ հետ զրուցել եւս մեկ անգամ կառավարման նորարարության մասին։ Տիգրան, մենք արդեն 8 տարի աշխատում ենք միասին UNDP SDG Innovation Lab-ում եւ մի շարք նախարարությունների հետ ունեցել ենք տարբեր ծրագրեր, աշխատել ենք տարբեր քաղաքականությունների վրա։ Ուզում եմ քեզ հարցնեմ, ինչպես են Հայաստանում ձևավորվում բարեփոխումների օրակարգերը։ Դա հետաքրքիր հարց է, որովհետեւ բարեփոխումների օրակարգերը շատ տարբեր եղանակներով կարող են ձևավորվել։ Եվ մենք միասին ականատես ենք եղել, թե ինչպես քաղաքական նոր ուժը կամ որևէ քաղաքական ուժ գալով իշխանության կամ վերընտրվելով գալիս է նաև իր քաղաքական պլատֆորմով, օրակարգով, որի մեջ ներառված են շատ նաև բարեփոխումների օրակարգեր։ Հետևաբար սա առաջին եւ ամենամեծ քաղաքական օրակարգն է, որ սովորաբար ձևավորում է բարեփոխումների պահանջարկը եւ նաեւ առաջ մղում կառավարման համակարգին դեպի այս կամ այն քաղաքականությունների իրականացումը։ Բայց շատ ավելի կարևոր եւ ներքին մղում ունեցող գործոններ եւս կան, որոնցից օրինակ մեկը ադապտիվ ճկուն կառավարման համակարգն է, որը տեսնելով խնդիր ոչ թե անտեսում է եւ սպասում հանձնարարականի, որպեսզի այդ խնդիրը հասցեագրի, այլ ցանկացած խնդիր դառնում է իր օրակարգի մաս դրա համար լուծում գտնելու։ Եվ այստեղ շատ կարևոր է այդ ակտիվ դերակատարության փաստը կամ գործոնը կառավարման համակարգում աշխատող ցանկացած աշխատակցի մոտ հանրային ծառայող կլինի թե բարձրաստիճան պաշտոնյա, որպեսզի պատասխանատվությամբ մոտենա ցանկացած խնդրի հասցեագրմանը եւ այս ամբողջ process-ն անցնի նաեւ դրանց արմատական համակարգային խնդիրների բացահայտման եւ ավելի մեծ ընդգրկում ունեցող եւ ավելի խորքային խնդիրների լուծման միջոցով, որովհետեւ այլ պարագայում մենք կգնանք ավելի շատ հետևանքների վերացմանը, քան բուն խնդիրների եւ դրանց արմատների։ Բայց բնականաբար կան շատ այլ գործոններ եւս, որոնք նպաստում են օրակարգերի ձևավորմանը, օրինակ, ասենք ճգնաժամերը ժամանակակից աշխարհում շատ ենք հանդիպում նույնիսկ ոչ թե իրար հաջորդող ճգնաժամեր, այլ համաժամանակյա տեղի ունեցող ճգնաժամեր գրեթե ամբողջ աշխարհում եւ դրանք միայն կոնֆլիկտների մասին չեն, մենք նաեւ ականատես եղանք COVID-ի տարածման ամբողջ աշխարհում եւ շատ տարբեր ֆինանսական, տնտեսական տարբեր ճգնաժամեր, այդ թվում եւ սոցիալական վստահության, մասնակցության ճգնաժամեր հաջորդում են միմյանց եւ համաժամանակյա են տեղի ունենում։ Սրանք բնականաբար կառավարություններից ենթադրում են ունենալ որոշակի օրակարգեր եւ իրականացնել բարեփոխումներ, որպեսզի ամբողջ պետական կառավարման համակարգը կարողանա ադապտացվել նոր խնդիրներին եւ լուծել այդ խնդիրները։ Մեր աշխատանքի ընթացքին տարբեր մարդկանց հետ տարբեր նախարարություններում աշխատելու ընթացքում ես նկատել եմ, որ շատ անգամ բարեփոխումները սկսում են ինչ-որ մեկի երևակայությունից։ Ինչ-որ մեկի երևակայությունը թույլ է տալիս մտածել ինչ-որ ավելի լավ այլընտրանքի մասին, ավելի լավ ապագայի, ավելի լավ ներկայի մասին եւ ի վերջո այդ երևակայության արդյունքներն են, որ հայտնվում են նույն կառավարության ծրագրերի կամ վերածվում են ինչ-որ բարեփոխումների։ Կուզեի իմանալ քո կարծիքը այս մասին, քո գնահատմամբ, արդյոք երևակայությունը այսօր դեր ունի Հայաստանում ռեֆորմների, բարեփոխումների օրակարգը ձևավորելու գործընթացում։ Ես կարծում եմ, որ այն մասամբ տեղ ունի Հայաստանում այսօր եւ մեր գործողությունները հենց միտված են նաեւ նմանատիպ օրինակները լայնամասշտաբ կիրառելու եւ այդ մշակույթը ամբողջ կառավարման համակարգում տարածելու։ Մենք այսօր էլ համաժողովի օրերին տեսնում ենք, թե որքան ակտիվ վառ աչքերով անհատականություններ են այցելում հանրային կառավարման համակարգից հանրային ծառայողներ համաժողովին, որքան ակտիվորեն են մասնակցում, ինչքան ակտիվ են այն քննարկումները, որոնք միմյանց միջև ծավալում են նրանք կառավարման բարեփոխումների օրակարգի շուրջ եւ շատ տարբեր հատկանիշների շուրջ, որոնք կարիք ունեն փոփոխության, որպեսզի այդ փոքր կայծը հաղորդեն, որպեսզի գաղափարները կարողանան մեծանալ, դառնալ երևակայություններով սնվող երազանքներ
եւ ձևավորեն հավակնություններ եւ հավակնություններից անդին նաեւ դրսևորվի դրա համար կամք, համարձակություն կոտրելու որոշ կարծրատիպեր, շատ տարբեր պետական ընթացակարգերի խոչընդոտներ, որպեսզի կարողանա տեղի ունենալ այն փոփոխությունը, որը իրենց մտքերում ծնվել է։ Եվ սա ամենաերանելի տարբերակն է օրակարգերի ձևավորման, որի ուղղությամբ մեր թիմը եւս աշխատում է բավական երկար ժամանակ եւ մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել, որպեսզի կարողանանք այսօր համաժողովի ընթացքում համախմբել հանրային կառավարման գրեթե բոլոր մարմիններին ամբողջ Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ հանդերձ։ Ճիշտ ես նշում, մենք երկար ճանապարհ անցել ենք եւ հետաքրքիր է իմանալ լաբի դերը որն է եղել բարեփոխումների ձևավորման, օրակարգի ձևավորման մեջ, բայց նաեւ իրագործման մեջ։ Բնականաբար ես կարող եմ ունենալ բավական կողմնակալ կարծիք այս հարցում, քանի որ ինքս ղեկավարել եմ լաբը բավական երկար տարիներ։ Կարող եմ ասել, թե ինչպես ենք մենք վերաբերվել լաբին կամ ինչպիսի դերակատարություն ենք ուզել որ ունենա լաբը ամբողջ կառավարության համար, որտեղ SDG Innovation Lab-ը կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է եւ այն ունի նաեւ սեփականության զգացում կառավարության մոտ։ Բայց մյուս կողմից կարող ենք ասել, որ լաբը հանդիսացել է այն ապահով միջավայրը, որը համախմբել է բոլոր մարդկանց, ովքեր ցանկություն ունեին բաց մտքով նայելու խնդիրներին, ստեղծագործելու, երևակայելու միասին, համատեղ աշխատելու, համաստեղծելու նոր լուծումներ, որոնք կարող են սպեղան լինել շատ խնդիրների եւ շատ տարբեր մարդկանց հասարակության խմբերի ցավերը կարողանայինք նաև դրանով բուժել։ Կարող եմ վստահաբար ասել, որ այս 8 տարիների ընթացքում մեզ շատ անգամներ հաջողվել է այդ դերակատարությունը կատարել, որովհետև նաև իրականացրել ենք 30-ից ավելի ծրագրեր, բազմաթիվ գործընկերների հետ միասին եւ գրեթե բոլոր պետական գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում։ Եվ այդ ծրագրերը եւ դրանց արդյունքները սփռված են գրեթե բոլոր ոլորտներով՝ առողջապահություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական պաշտպանություն, հարկային կարգապահություն, ճանապարհային անվտանգություն, արտադրություն, գրեթե բոլոր ոլորտների հետ մենք գործ ենք ունեցել եւ ներդրել ենք ամենատարբեր նորարարական գործիքներ շատ տարբեր խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարողանանք միասին դուրս բերել այն լուծումները, որոնք կաշխատեն իրոք։ Եվ կարևոր էր, որ մենք հանրային ծառայողների հետ միասին փորձարկել ենք, սխալվել ենք, եւս մեկ անգամ ինչ որ կերպ բարելավել ենք մեր լուծումները, մի անգամ էլ ենք փորձարկել, մինչեւ հասել ենք այն կետին, երբ համարել ենք մեր լուծումը հաջողված եւ հանձնել ենք արդեն կառավարությանն այդ լուծումը, որը դարձել է նրանց սեփականությունը եւ այլևս ոչ միայն սեփականություն պրոդուկտի, արդյունքի տեսքով, այլ սեփականություն նաեւ իրենց մտածելակերպի տեսքով, գործիքներին տիրապետելու տեսքով, հմտությունների տեսքով, մարդկային կապերի տեսքով, որը շարունակում է նաեւ նույն ավանդույթները այդ նույն մարդկանց միջոցով այդ նախարարություններում, պետական տարբեր գերատեսչություններում։ Սա երևի ամենամեծ ներդրումն է եւ ամենամեծ ձեռքբերումը, որ մենք կարող ենք ունենալ այս տարիների ընթացքում, որը մեզ արդեն բերել է այն կետին, երբ մենք ոչ թե մտածում ենք գործիքների մասին, ոչ թե մտածում ենք առանձին վերցրած խնդիրների կամ առանձին վերցրած ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին, այլ հիմա արդեն մենք աշխատում ենք նոր ինստիտուտների համաստեղծման շուրջ, աշխատում ենք ամբողջ կառավարության ռազմավարական կառավարման համակարգի ձևավորման օրակարգի շուրջ, որը մի քանի քայլ առաջ է, քան այն տարիները, երբ մենք սկսում էինք դեռ ձևակերպել մեր մտքերը եւ հասկանալ, թե ինչպիսի նորարարություն կարող ենք անել։ Եվ մենք գնում էինք հանրային ծառայության մարմիններ, խոսում էինք շատ տարբեր մարդկանց հետ, դեռ չունենալով պատկերացում, թե մենք ինչ խնդիրներ ենք ուզում բացահայտել եւ ինչ խնդիրների հետ ենք գործ ունենալու այդ լուծումներն առաջարկելիս։ Դու եւս կհիշես Նաիրի, երբ առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացրեցինք եւ դու ինքդ ղեկավարեցիր այդ ծրագրերը, որոնք շատ հաջող ընթացք եւ նաեւ ելք ունեցան եւ բավական մեծ արդյունք կարողացանք ապահովել դրանց արդյունքում եւ կրթության ոլորտում մի շարք ծրագրեր ենք իրականացրել միասին եւ ես կուզենայի նաեւ քեզ խնդրել, որպեսզի դու քո դիտանկյունից ներկայացնես ինչպիսին է եղել SDG Innovation Lab-ի դերակատարությունը, ինչպիսին է հիմա եւ ինչ առանցքային 1-2 արդյունք կարողանայիր նշել մեր հանդիսատեսի համար։
Շատ լավ Տիգրան։ Ես մի փոքր հետ նայելով տեսնում եմ, նկատում եմ, որ մեր ծրագրերից, որոնք ունեցել են հաջողություն կամ դրական ելք, այդպես է պատահել, որովհետև այն գերատեսչությունների հետ, որ մենք համագործակցում էինք, այնտեղ կային մարդիկ, որ հաճախ մեր ներքին քննարկումներում իրենց ասում ենք չեմպիոններ։ Ես կարծում եմ, որ լաբի առաջին եւ ամենակարևոր դերերից Հայաստանում եղել է բացահայտել չեմպիոններին, ովքեր երբեմն մեծ համակարգում անհետացած, երբեմն չափազանց դեմոտիվացված, ամեն դեպքում մնում էին համակարգում եւ փորձում էին ինչ որ բան այլ կերպ անել, ավելի լավ անել, բայց առանց ունենալու այն կառույցները, այն մարդկանց, այն մեթոդները, որոնք ուղղակի կկարողանային հեշտացնել իրենց աշխատանքը։ Ես կարծում եմ, որ հատկապես 2018-19 թվականներին, երբ նոր էինք սկսել մեր ծրագրերը, մենք միավորում էինք այնպիսի մարդկանց, ովքեր վերջը դարձան մեր network-ը, դարձան մեր այսօրվա համայնքը եւ հետաքրքիր էր, որովհետեւ իրենք նաեւ չգիտեին, որ իրենք գոյություն ունեն։ Եվ այսօր ամենամեծ ձեռքբերումներից ես կհամարեմ այն, որ կան մարդիկ պետական համակարգում, իրենք կարող են լինել ղեկավարներ, բայց ոչ միայն, ովքեր վստահությամբ գիտեն, որ կարող են ինչ-որ բան փոխել, կարող են երազել, երևակայել եւ նաեւ ձևավորել Հայաստանի բարեփոխումների օրակարգը։ Ես սա անվանում եմ ակտիվ դերակատարություն կամ անգլերենով agency։ Եվ ուզում եմ քեզ հարց տալ Տիգրան։ Ակտիվ դերակատարության մասին խոսելով կարող ես նշել երկու գործոններ, որոնք նպաստում են ակտիվ դերակատարության եւ երկու գործոններ, որոնք խոչընդոտում են։ Շատ պրովոկատիվ հարցեր եք տալիս Նայիրի։ Ես ինձ մշտապես ցանկացել եմ տեսնել ակտիվ դերակատարի դերում եւ մի շարք դեպքերում կարող եմ ասել, որ դա ստացվում է եւ նաեւ հետ նայելով կարող եմ միգուցե եւ վերլուծել, թե ինչի հաշվին են դրանք ստացվում։ Ինձ թվում է առաջնային ամենակարևոր գործոնը դա հանրային բարիք ստեղծելու ներքին մղումն է։ Արժեքային համակարգը, որը ցանկացած անհատի մղում է կամ արդարության եւ ազնվության, կամ սեփական շահի սպասարկման։ Ես սրանք կամ-կամով եմ ասում, միշտ չէ որ դրանք տարբեր բևեռներում են, բայց հիմա տանում ենք բևեռներ, որպեսզի կարողանանք ավելի հեշտ բացատրել եւ մեկնաբանել այս երևույթները։ Ես ավելի շատ գտնվում եմ այն մասում, որտեղ հանրային բարիք ստեղծելու նպատակադրված գործողություններն են լինում մղումների հիմքում։ Իմ աշխատանքի եւ ընդհանրապես իմ միգուցե եւ կյանքի ամբողջ ընթացքում սա կարծում եմ, որ ուղեկցել է ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում եւ ենթադրում եմ, որ իմ ծնողներից ստացած դաստիարակության եւ արժե համակարգի որդեգրման արդյունք է։ Երևի սա ամենակարևոր գործոնը կլինի, թե ինչու որոշ մարդիկ ավելի ակտիվ դերակատարություն են ստանձնում։ Բնականաբար կան նաեւ անձնային հատկանիշներ, ասենք պատասխանատվության զգացում, արդարություն հաստատելու պրոակտիվ նախաձեռնող ակնկալիք ինքդ քեզնից։ Սրանք եւս անձնային հատկանիշներ են, որոնք մասամբ ձեռքբերովի են, այսինքն կյանքի ընթացքում մենք աճեցնում այս կարողությունները, բայց մասամբ նաեւ կենսաբանորեն մենք ժառանգում ենք մեր ԴՆԹ-ի միջոցով, օրինակ արդարության զգացումը, ես գիտեմ, որ ԴՆԹ-ի միջոցով ժառանգված մեծամասամբ հատկություն է, որը մեր ուղեղում արդեն մեր ծնված օրվանից ի վեր զբաղեցնում է բավականաչափ մեծ հատված։ Եվ այն մարդիկ, ում ուղեղում սա մեծ հատված է զբաղեցնում, նրանք ավելի մեծ հավանականությամբ ի վերջո կաշխատեն հանրային բարիքի համար, որովհետև նրանք ներքին մղում ունեն արդարություն հաստատելու, վերահաստատելու, այնքանով, որքանով հասկանում ենք արդարությունը միասնականորեն, որովհետև այստեղ էլ բավականաչափ մեծ վեճեր կարող ենք մենք ունենալ, բանավեճ կարող ենք ունենալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ արդարությունը։ Ամեն հասարակություն իր մշակութային պատմական ժառանգության հիման վրա ձևավորում է այդ արդարության ընդհանուր զգացումը, որը հասարակության մեծ հատված առնվազն կիսում է։ Իդեպ հոգեբանական վերջին որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ օպտիմիզմը, այսինքն լավատեսությունը
դրական ազդեցություն ունի մարդկանց ակտիվ դերակատարության վրա կամ agency-ի վրա։ Արդյոք քեզ զարմացրեց։ Չեմ կարող ասել զարմացրեց, որովհետև բավական հաճելի նորություններ առնվազն իմանալու համար եւ միգուցե սա այն նորություններից է, որը կարող է ուղղորդել մարդու վարքը։ Այսինքն ոչ միայն ուղղակի նորություն է կամ գիտելիք, որը մենք ստանում ենք եւ անցնում առաջ, ինչպիսին օրինակ որ տերևները դեղնում են աշնանը, այլ սա այնպիսի գիտելիք է, որը կարող է ուղղորդել մեր վարքը այսուհետ բոլորովին այլ կերպ։ Բայց սա նաև ունի այլ կողմ, ինչը նշանակում է, երբ մարդիկ լինում են հորետես, նաև ինչ որ պահի սկսում են պատասխանատվություն չվերցնել ինչ որ բան փոխելու։ Իսկ այսօր տեսնում ենք աշխարհում, եթե նաև ուշադիր հետևենք social media-ում, ավելի շատ, ավելի գերակշիռ մասը խոսակցությունների հորետես է, քան լավատես։ Իսկ ընդհակառակը գուցե փոքրամասնություն են մարդիկ, ովքեր դեռ հավատում են եւ համոզված են, որ այսօր աշխարհում կարելի է ինչ-որ բան փոխել, կարելի է ունենալ դրական այլընտրանք, դրական ապագա։ Անցնելով խոչընդոտներին, հորետեսությունից բացի, քո կարծիքով ինչը կարող է խոչընդոտել ակտիվ դերակատարության։ Հարցը բավական բազմաշերտ է։ Ես կարծում եմ, որ ակտիվ դերակատարության համար խոչընդոտները կարող են լինել շատ տարբեր հարթություններում, բայց երևի կառանձնացնեմ հիմա մեկը, որի մասին կուզենայի խոսել։ Դա այն համակարգն է եւ միջավայրը, որտեղ մենք դրսևորում ենք մեր վարքագիծը։ Եվ շատ անգամ այդ միջավայրն է փոխազդում մեր հետ եւ ստիպում մեզ դրսևորել որոշակի վարքագիծ։ Օրինակ, եթե մենք աշխատում ենք, օրինակ, մի միջավայրում, որտեղ սխալվել չի կարելի եւ սխալվելը անպայման պատժվում է եւ պատժվում է ցածր գնահատական ստանալով, հավելավճար չստանալով, քննադատությամբ, մարգինալացմամբ եւ այսինքն արտաքին գործոններով պայմանավորված։ Այո, արտաքին գործոններից, եթե առաջնային գործոններից մեկը արտաքին միջավայրային գործոններն են, որտեղ մենք հնարավորություն ունենք կառուցելու այնպիսի միջավայր, որտեղ նույնիսկ հորետեսները լինելով ավելի լավատեսների շրջանում եւ ունենալով վարքի այնպիսի խթաններ, որոնք նպաստում են ավելի օպտիմիստական, երևակայական երազանքների ձևավորմանը, ստեղծագործելու մղմանը եւ դրա արդյունքում ավելի մեծ բարիքի ստեղծմանը, ապա ես վստահ եմ, որ միջավայրները եւ տարբեր հետազոտություններ դա եւս ցույց են տալիս, միջավայրները կարող են նույնիսկ ազդել ամենահորետես մարդկանց դեպի լավատեսական մտքերի ձևավորում եւ նաեւ ավելի ակտիվ դերակատարություն այդ մտքերի իրականացման հարցում։ Իսկ երկրորդը։ Երկրորդը արդեն նշեցի, խոսում ենք խանգարող հանգամանքների մասին։ Իսկ կա ներքին ինչ-որ գործոն, որը կարող է խոչընդոտել agency-ին կամ ակտիվ դերակատարություն։ Ներքին խոչընդոտներ կան եւ բավականաչափ շատ։ Ես վստահ եմ, որ դու ինձնից ավելի լավ կարող ես նշել այդ ներքին խոչընդոտները որպես մասնագիտությամբ հոգեբան։ Ես կարող եմ սկսել եւ խնդրել դու շարունակես, եթե դեմ չես։ Ես կարծում եմ, որ շատ ներքին զգայական մակարդակում շատ գործոններ կան, որոնք խանգարում են մեզ։ Օրինակ, վախը անորոշության հանդեպ, վախը աշխատանքից ազատվելու հանդեպ, վախը ֆինանսական անկայունության հանդեպ, վախը արտաքին աշխարհի անվտանգության խնդիրների հանդեպ, սրանք այնպիսի զգայական գործոններ են, որոնք առանց մեր դատողության ազդում են մեր որոշումների կայացման վրա։ Այստեղ կուզենամ թողնել, որովհետև անցնում եմ մի դաշտ, որտեղ միանշանակ դու ինձնից շատ ավելի շատ գիտես։ Տիգրան, ես կարծում եմ ամենամեծ խոչընդոտը երևակայության սահմանափակումն է կամ երևակայության պակասը։ Շատ անգամ մարդիկ ունենում են այն բոլոր արտաքին գործոնները, որի մասին նշեցիր, եւ իրենք գտնվում են իդեալական իրավիճակում ստեղծելու նոր բան, փոփոխելու իրենց շրջապատը, միջավայրը եւ թեկուզ աշխարհը, բայց դա տեղի չի ունենում եւ խոչընդոտը սովորաբար շատ անգամ լինում է ներսից։ Երբ որ մարդ չի կարողանում պատկերացնել, որ ինքը առաջի հերթին արժանի է ավելի լավին, որովհետև սերունդներով, տարիներով, տասնամյակներով ժառանգել է ինչ-որ իրավիճակ, պետություն, երկիր, կառույց, կազմակերպություն, ընտանիք,
եւ ինչքան էլ չի ուզում ինքը դժգոհ է, բայց մտածում է, որ ինքը արժանի չէ ավելի լավին։ Իսկ արժանի լինելու համար, այսինքն այս ցիկլը փոխելու համար պետք է կարողանա անհատը երևակայել ուղակի, ոգևորվել, ներշնչվել եւ երևակայել այլ ընտրանքի մասին, որտեղ ինքը կկարողանա իրան տեսնել այդ այլ ընտրանքում, իր պետությունը տեսնել այդ ռեֆորմի արդյունքում ստեղծված ապագայում, եւ եթե արտաքին գործոնները նպաստում են, ապա ես վստահ եմ, նաեւ որպես հոգեբան, որ ակտիվ դերակատարությունը տեղի կունենա եւ դա նաեւ կլինի վարակիչ։ Շնորհակալություն Տիգրան այս հաջելի զրույցի համար։ Հույս ունեմ կշարունակենք աշխատանքը երկար եւ միասին։ Այո, ես եմ շնորհակալ Նաիրի այս հետաքրքիր զրույցի համար։ Միանշանակ մենք կշարունակենք աշխատանքը եւ կստեղծենք այն պետական կառավարման համակարգի հիմնասյուները, որոնք մեզ կառաջնորդեն դեպի մեր ուզած եւ քո նշած երևակայական աշխարհների ստեղծած Հայաստանը։ Շնորհակալություն։